There goes my heart beating, 'cause you are the reason I'm losing my sleep. Please come back now. And there goes my mind racing, and you are the reason my heart keeps bleeding. I need you now. I'd climb every mountain, swim every ocean, just to be with you and fix what I broken. Oh, I guess I need you to see that you are the reason. There goes my hand shaking, and you are the reason my heart keeps bleeding. I need you now. If I could turn back the clock and make sure the life the free needs the dark, spend every hour or every day keeping yourself. I'd climb every mountain and swim every ocean, just to be with you and fix what I broken. Oh, I guess I need you to see that you are the reason. That you are the reason. That you are the reason. I'd climb every mountain and swim every ocean, just to be with you and fix what I broken. Oh, I guess I need you to see that you are the reason. Մեր վերջին մասնակիցն է, լսենք թե ժյուրին ինչ խորհուրդներ, նկատողություններ, դիտողություններ կանի։ Սկսենք Սյուզաննայից։ Լևոն ջան, ես հիշում եմ ձեզ առաջին փուլից ու շատ դիպուկ հիշում եմ, որ դուք գրավեցիք ինձ ձեր էմոցիոնալ դաշտով, եթերային, խաղաղ, այդ քամիները ես ձեզանից զգացել եմ։ Այն ստեղծագործությունը, որը այսօր էիք կատարում, վերջին էպոխայի իմ ամենասիրելի երգերից մեկն է։ Գեղեցիկ տեմբր ունեք, կատարում եք լավ, բայց կուզենայի, որ ձեր էմոցիան ավելի շատ աշխատեր, հատկապես նման ստեղծագործությունների ժամանակ։ Հասկացեք մի բան, որ փուլ առ փուլ մենք սպասում ենք էլ ավելի այն ամեն ինչի համեմատ, ինչը որ դուք ներկայացրել եք առաջին փուլում։ Մի քիչ էմոցիոնալ դաշտի հետ համաձայն չեմ, որովհետև առաջին փուլում ինձ համար ավելի շատ էր, քան այսօր այս փուլում, բայց եթե ընդհանուր վերցնենք ձեր կատարումը, ես գոհ եմ ու շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Անդրե։ Ես հույսով եմ, որ աղոթքդ տեղ կհասնի, որտեղ այս երգը աղոթք է եւ երբ որ դու մնում ես միայն դու եւ Աստված եւ մարդ չկա շուրջդ, դու շատ անկեղծ ես լինում ավելի։ Ես կուզենայի իսկապես Սյուզաննայի ասած այդ ոչ թե էմոցիոնալ զգացմունքը, որ ես տեսնեի իրականում։ Շնորհակալություն։ Սոնա։ Շնորհակալ եմ քեզ, քո պրիրոդային, որ կա ի սկզբանե։ Մնացածը տեխնիկի հարցեր է։
բայց այդ էմոցիանա, այդ սիրուն այդ քո այդ պալցետ, այդ պիանոն, որ դուք ունեք այդ պիրոդան կամ լինում ածնվում ամարտու հետ կամ չկա։ Մերսի քեզ Լևոն, քո ելույթի համար շատ Շնորհակալություն։ Եվ վերջում լսենք Gloomville։ Լևոն ջան, նախ ուզում եմ հարցնեմ Jesus Christ Superstar դիտեցի՞ր, լսեցի՞ր։ Այո։ Հա, հասկացա՞ր։ Hey Zana Hosanna Zana։ Լավ, հիմա սիրելի հերոստադիտող, ես չեմ ուզում ոչինչ ասել Լևոնի կատարման մասին։ Ես դες խորհուրդ եմ տալիս այն խոսքերից հետո YouTube-ով մի քիչ հետ տակ եւ տեսնեք թե Լևոնի կատարման ժամանակ ինչպես են իրենց պահում մեր գեղեցկուհիները, որ այնտեղ են նստած եւ մեր գեղեցկուհիները, որ այստեղ են նստած։ Սրտակեր Լևոնը կերավ նրանց սրտերը։ Սա է ամենակարևորը, երբ որ տղամարդը երգում է, կարող է ֆալցետները չգիտեմ ինչ, բնությունը գնաց քնելու, բայց երբ որ կպնում է, քամիները միանում է, կանայք սկսում են խորը շնչել, դողալ, ուրեմն ամեն ինչ լավ է Լևոն, կարելի է ձեզ միայն նախանձել, այսքան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բարձր ծափարություններով ճանապարհենք մեր վերջին մասնակցին, 9-րդ մասնակցին։